տնտեսության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրության հիման վրա, տվյալ գործունեությունը ենթակա է բնապահպանական փորձաքննության, որի շրջանակներում էլ այսօր անցկացնում ենք մեր առաջին հանրային լսումը։ Օրենքի շրջանակներում մենք ունենալու ենք ևս երկրորդ հանրային լսումը, որը արդեն կլինի ավելի ուշ, ամբողջ փաթեթը շրջակա միջավայրի նախարարության կողմից դիտարկելուց հետո, որին նաև կմասնակցի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը։ Ես կներկայացնեմ հիմնական տվյալները կապված նախատեսվող գործունեության տեխնիկական պարամետրերի հետ, որոշակի լուծումների հետ, որից հետո կանրադառնամ բնապահպանական հարցերին, այսօր այստեղ ներկա ինչպես պատվիրատու ընկերության ներկայացուցիչը, այնպես էլ նախագծող կողմը, եւ դրանից հետո կխնդրեմ դեր հարցերը արդեն ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը երեքից հետո ուղղել մեզ։ Ուրեմն, ինչպես ասվեց, նախատեսվում է կառուցել բազմաբնակարան բնակելի շենքեր Վայր քաղաքի Վազգեն Սարգսյան 1/1 հասցեի հողատարածքի սահմաններում։ Տվյալ գործունեության նախաձեռնողը հանդիսանում է Ավակրանի ՓԲ-ն, նախագիծը իրականացվել է Premium Project ՍՊ-ի կողմից եւ հողատարածքը իրենից ներկայացնում է 6000 քառակուսի մետր տարածքով հողատարածք, որի նշանակությունը, նպատակային նշանակությունը դա բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման, այն սեփականության իրավունքով պատկանում է հենց նախաձեռնող կողմին, այսինքն Ավակրանի ՓԲ-ին։ Ուրեմն ասեմ, որ բոլոր լուծումները ճարտարապետական եւ նախագծային լուծումները իրականացվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության եւ համապատասխան նորմատիվների հիման վրա, որում հաշվի են առնվել նաև պատվիրատուի պահանջները։ Գործունեության արդյունքում նախատեսվում է ուրեմն կառուցել 2 բնակելի շենքեր, որոնց ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է 1380 քառակուսի մետր։ Շենքերը ունենալի են 1 ստորգետնյա եւ 12 վերգետնյա հարկեր, եւ բոլոր հարկերի գումարային մակերեսը ներառյալ տանիքը կազմում է 10800 քառակուսի մետր։ Ուրեմն շենքերը հենց նախագծվել են բնակելի կառուցապատման համար եւ առավելագույն բարձրությունը 43.3 մետր է եւ բոլոր այս չափանիշները ամրագրված են նախագծման թույլտվության մեջ եւ համապատասխանում են դրան, որը ողջունվել է Վայքի համայնքապետարանի կողմից, այսինքն նախագծային լուծումները իրականացվել են համաձայն նախագծային թույլտվության։ Ուրեմն ասեմ, որ նպուղային հարկում նախատեսված են ավտոկայանատեղիներ, թվով 32 մեքենայի համար, իսկ վերգետնյա բոլոր հարկերը բնակելի են լինելու։ Նպուղային հարկը նաև ունի երկակի նշանակություն եւ ըստ անհրաժեշտության կարող է օգտագործվել որպես պարզագույն թաքստոց, շենքի տանիքը լինելու է հարթ, տեղաշարժերը կազմակերպված է սանդուղքներով եւ վերանավներով եւ շենքը նախագծված է նաեւ հաշվի առնելով սահմանափակ կարողությամբ անձանց հնարավորություններ, այսինքն փոխհարթակներ եւ այլն, այդ ամեն ինչը նախատեսվում է։ Ասեմ, որ նախագծային լուծումները ներառել են նաեւ բոլոր հարցերը, ներառյալ ինժեներային ենթակառուցվածքները եւ արդեն իսկ արտային անհրաժեշտ տեխնիկական պայմանները, ջրամատակարարման, ջրահեռացման հարցերի, էլեկտրամատակարարման հարցերի եւ այլն, եւ համաձայն տեխնիկական պայմանների, որը տրամադրվել է Գոլաջուրի ընկերության կողմից, ջրամատակարարումը իրականացվի 250 մմ տրամագծի խողովակով, միանալով Շահումյան փողոցի առաջին նրբանցքով անցնող քաղաքային ջրագծին, որը գործունեության տարածքից գտնվում է մոտավորապես 250 մետր հեռավորության վրա, եւ կոյուղին նույնպես միանալու է Շահումյան փողոցի առաջին նրբանցքով անցնող կոյուղատարին, սակայն հաշվի առնելով կոյուղատարի ոչ այդքան լավ վիճակը, որտեղ վթարային հատվածներ կան, նաեւ միաժամանակ կառուցապատողի կողմից իրականացվելու է շուրջ 70 մետր հատվածի արդեն տարածքից դուրս կոյուղատար համակարգի նաեւ վերականգնում, ինչ միացումը։ Նախագծային լուծումներում հաշվի են առնվել նաև էներգոարդյունավետության եւ էներգախնայողության հետ կապված հարցերը, այսինքն ինքնիվս այլ միջոցառումների նաև նախատեսվում է բարձր էներգոարդյունավետության պատուհաններ, վիտրաժներ, ջերմամեկուսացում եւ այլն այդ հարցերը
եւ կառուցապատումից ազատ մնացած տարածքները բարեկարգվելու են եւ կանաչապատվելու են։ Ուրեմն կանաչապատման գոտին իրենից ներկայացնել է մոտավորապես 2300 քառակուսիմետր տարածք, որտեղ կընտրվել համապատասխան գոտիականությանը բնորոշ բույսերը, որոնք պետք է ապահովեն կառավարության որոշման պահանջներին ըստ տեսակների, եւ այդ բոլոր հարցերը կհամաձայնեցվեն արդեն իսկ որոշակի լուծումներ կան, բայց վերջնական համաձայնությունը իհարկե լինելու է վարքի համայնքապետարանի կողմից։ Եթե անդրադառնամ բնապահպանական հարցերին, ապա ընդհանուր առմամբ բնապահպանական ինչ-որ էական ազդեցություններ չի կանխատեսվում, քանի որ հողատարածքը կառուցապատումից ազատ տարածք է, ինժեներաերկրաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս փաստել, որ այդտեղ թույլատրվում են մաշինարարությունը եւ հիմնականում որոշակի բացասական ազդեցություններ կանխատեսվում են շինարարության փուլում, որը պայմանավորված է զուտ շինարարական աշխատանքների բնույթով, այսինքն դրանք կլինեն կարճատև, կունենան տեղային բնույթ եւ արդեն շինարարության ավարտից հետո չեն լինի։ Բայց շինարարության փուլի համար հաշվի առնելով դա, նաեւ մշակվել է բնապահպանական կառավարման պլան, որը նախագծային փաստաթղթերի մաս է եւ որը շինարարի կողմից ենթակա է պարտադիր իրականացման, այսինքն այստեղ հիմնականում անհանգստացնող ֆակտորները հանդիսանալու են հնարավոր տեխնիկայի աղմուկը շինարարության ժամանակ, փոշի, միգուցե վիբրացիա, կենցաղային եւ շինարարական բայց բոլոր նախաստող միջոցառումները, այսինքն այս պահի դրությամբ ակտիվից կամրագրված են եւ կարևոր հանգամանքի այն, որ ցանկացած փուլում գործունեության այլ խորհրդական մեխանիզմ է աշխատում, այսինքն բնակիչները իրենց անհանգստացնող հարցերով, առաջարկներով կարող են դիմել ինչպես նախաձեռնողին, այնպես էլ վայրի համայնքապետարին, քանի որ հենց համայնքապետարանի անմիջական հսկողությամբ է նաև իրականացվելու շինարարական աշխատանքները։ Եվ եթե ես ուզենամ ընդհանուր ամփոփել, թե ինչ արդյունքներ կունենանք, ապա միանշանակ նախատեսվող գործունեությունը կունենա եւ բնապահպանական եւ սոցիալական առումով դրական ազդեցություններ, քանի որ կունենանք բարեկարգված տարածք, ավելի հաճելի միջավայր համայնքի բնակիչներին իրենց բնակությունը կազմակերպելու համար։ Եթե կան հարցեր, խնդրեմ։ Շատ ուրախ ենք, շատ ողջունել եմ նախաձեռնությունը, դուք նշեցիք ընդհանուր կանաչապատման տարածքի 2000 քառակուսիմետր, չէ՞, եթե չեմ սխալվում, 2300 եւ ընդհանուր շենքի մակերեսը։ Ուզեի իմանալ մեկ հարկի ընդհանուր շենքի մեկ հարկի ընդհանուր քառակուսիմետրը եւ ես գիտեմ սա առաջին հանրային լսումն է եւ ինչքան ժամանակ է նախատեսված շինարարական աշխատանքը, այսինքն ամեն ինչ որ նորմալ անցնի, թույլատվություն ստանա, ամեն ինչ բոլորը հավաքի, ինչքան է նախատեսել ժամանակի առումով, որքան ժամանակը կարող է շինարարությունը եւ մոտական երկու սկսել։ Եվ մոռանալ։ Սկսելու համար կարծում եմ, երբ շինթույլություն ունենանք մաքսիմալ շուտ կառուցապատող աշխատանքների անցնելու, մակերեսները 0 նիշի մասին է, չէ՞, եւ առաջի արտաքին մակերեսները։ Առաջի կամ երկրորդ կամ երրորդ։ Նայեք, ասենց ասեմ, գումարային հարկը 663 քառակուսի է, մեկ շենքի մասին խոսք էլի գումարային շենք։ Առաջին հարկը 690 է լինում, իսկ դրան երկրորդից 12-րդ հարկերը արդեն տիպային են 740 են լինում, այստեղ ավելանում են պատասխանները, արտաքին պատասխանները 740 ու կանաչապատում ասվածը, տեսեք, մեծ մասամբ նաև այդ բարեկարգում, ասենց ասած սալահատեղ փոշատկա այդ մակերեսներն են խցկում մեջը, մեր հենց մաքուր 2300 մաքուր կանաչն է։ Այստեղից հանված են ասֆալտապատում, փոշատկաները, այդ ամեն ինչը հանված է։ Ու տարածքում յուրաքանչյուր շենքի համար կարելի ասել առանձին այգի ենք նախատեսել, դենց առանձին հատվածներով, դենց բավական կանաչապատ տարածք ունենալու։ Ավտոկայանատեղիներն են ամեն շենքի տակ ունենք 16 կայանատեղի ու տարածքը բավական մեծ է, ունենք բավական բացօթյա կայանատեղիներ ու նաև առաջի հարկում ունենալով հասարակական տարածք, տենց հավելյալ մեքենաների հոս, ծանրաբեռնվածություն չի լինելու տարածքում, զուտ
ավելացում են ես երևի անեմ, ուրեմն ինչպես ասած բացի ստորգետնյայից նաև բացավտոկանատերիներ կլինեն տարածքում, մոտավորապես քանակը 30 հատ, բնակարանների մակերեսը 55-ից մինչև 138 քառակուսի մետր է լինելու, ասեմ, որ անջրանցիկ բարեկարգման մակերեսը, այսինքն կանաչապատման տարածքը չհաշված, մենք ունենալու ենք նաև ևս 2320 քառակուսի մետր տարած բարեկարգված մեքենաների մուտք և սալահատակներ և այլն։ Եվ մոտավորապես շինարարությունը երբ կսկսվի, ձեր հարցին եթե փորձեմ պատասխանել, խնդրում եմ մի նկատի ունենալ, որ որոշակի գործընթացներ կան դեռևս անցնելու մինչև շինթույլտվության ստացումը, այսինքն մենք դեռևս պիտի ստանանք նախ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, որին հետևելու է համալիր փորձաքննական գործընթացները, դրանք ամեն մեկը իրենցից ժամանակ են պահանջում և այդ ամեն ինչից հետո նոր իրավունք կա դիմելի շինթույլտվության համար, այսինքն իմ կանխատեսումներով մոտակա մի 6-ից 8 ամիսը միայն այդ գործընթացները են գնալու և որից հետո երբ որ շինթույլտվությունը ստացվի, արդեն հաշվի առնելով նաև եղանակային պայմանները շինարարության սկսման համար, շինարարությունը կսկսվի, բայց կարծում եմ մի տարի կտևի մինչև շինարարությունը սկսվի։ Իսկ շինարարության նորմատիվ տևողությունը Եվ ընդհանուր բնակարանների քանակը ամեն մի շենքում 105 բնակարան։ 105 քանի։ Մի հարցեր ես կանում։ Կոմունիկացիոն առումով 3 է նշեցի։ Ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրո, էներգիա մոտակարարում։ Տվյալ տարածքների ասենք ասֆալտապատված տարածքներ, ջրահեռացում։ Նախատեսված այդ տարածքներից այդ առաջինը եւ երկրորդը գազաֆիկացման խնդիր դրված է նախագծում թե չէ։ Շենքը պետք է գազաֆիկացվի, դեռ շենքի ընդհանուր շենքը, այսինքն անհատական գազաֆիկացում կարգի թե միավորված համակարգ ունենանք, դա քննարկման փուլում է, իսկ ընդհանուր տարածքի ջրահեռացումը բնականաբար լինելու է, դեռ նախագծի մեջ դա է հրավիրելու, որ ընդհանուր տարածքը եւ բողոքի կանաչապատվի եւ ջրահեռացումը ապահովի։ Հիմնականում հաշվի առնելով տարածքի նաև ռելիեֆային որոշակի թեքությունները, դրանք ուղղում են հիմնականում կանաչ տարածքներ դեպքում։ Ասենք հնարավոր չէ, որ գազաֆիկացումը գոնե բազեսն լինի ընդհանուր, եւ ասենք բնակիչները այս ցանկության որ միացում անեն, ես դա եմ պատկերում, որ հեշտ Կենտրոնացված Նաև ունենալու ենք տարածքում առանձին ենթակայան, հենց շենքին համար նախատեսված առանձին ենթակայաններ։ Եվ երկրորդ հարցը, իհարկե դու մարտանշեցի բնակարանների, բայց ինտերվալը համով մեծ ինտերվալով ասեցի 40 քանիսից մինչև 130 Մինիմում մաքսիմում։ Հա, մինիմում եւ մաքսիմում։ Ասենք դու այդ նախագիծը պատրաստա մոտավորապես կարակ ասենք 43, ասենք 58, 3 սենյակը ասենք 80, 4-ը բնականաբար 130։ Ունենք այս 137 ասվածը պենթհաուսներն են, որոնք շենքի տանիքին 4 հատ են։ Վերջի հարկում։ Հա, 12-րդ հարկում։ Անցածի մասին դες մոտավոր կրողը դες ասեմ հասնանք։ Եկեք մի հարկի մասին խոսենք, մեծ մասը տիպային են։ Ամեն հարկում ունենք 4 3 սենյականոց բնակարաններ, որոնց մակերեսը մոտավոր 70 հարկի պլյուս մինուս, եւ ունենք 5 2 սենյականոց բնակարաններ, որոնք այդ նշված 54-ից 10 պլյուս մինուս մինչև 60 հարկի են։ Տարածքը տրվում է գնորդը, ինքը վերջնի իր ձևով կառուցապատի, թե դա պատրաստի Ամեն բնակարանի մասին հա խոսքը։ Նայ կառուցապատողը առաջարկում է բնակարաններ, բայց 60 քառակուսի ուսումնասիրությունն իմ ձևով ձևավորել պատրաստի հասկացա, մենք առաջարկում ենք պլանավորկան, այդ պլանավորկայով վաճառելու ենք բնակարանը, բայց կառուցապատման ընթացքում եթե գնորդը սեփականատերը ինչ առաջարկ ունենա, ուզասերով կլինի վաճառել։ Մեծ մասը տենց էլ անում է, որ մանր փոփոխություններ ուզում են։ Հատերուր բիզնեսի նախնական հաշվարկ կա, ասենք իրացման արժեքը ինչ։ Ճիշտ ասած սեփականատերը չգիտեմ
ի վարել նշենք, որ աշճանավանդակները չծխացող են, այսինքն հրդեհի լինելու դեպքում հարկի չի տեղափոխվելու հրդեհը աշճանավանդակների միջոցով ու ամեն երկու շենքներ ունեն եւ բեռնատար եւ մարդատար վերելակներ, այսինքն երկու վերելակ համակարգ ունի, իսկ միջանցքների դառնություն լրիվ նորմերով համապատասխան է, չգիտեմ, շտապօգնության մոտեցման հեռացման համար, հաշմանդամի հեռացման համար ամեն ինչ նորմալին համապատասխան է։ Ես էլ ավելացում երևի անեմ, որ գնային հարցի հետ կապված, քանի որ դեռևս նախագծային փուլում են եւ դեռևս մինչեւ շինությունություն ստանալը որոշակի գործընթացներ կա, դա երևի հիմնականում գնային առաջարկը կլինի, երբ որ արդեն շինարարական թույլտվությունը առկա լինի։ Այդ ժամանակ երևի հիմնական աշխատանքը, որտեղ ռիսկային է հիմա ինչ որ գին ասել, որտեղ թանկարժան է, միշտ թանկարժան է, աշխատանքը թանկարժան եւ այլն, բայց ես նկատում եմ չհասկանալի մաչելիության տեսանկյունից։ Դե հաստատ ավելի մաչելի լինելու, քան Երևան։ Ինչեր էլի Երևանից մաչելի։ Երևանի կդի հատիպեք Դուբայում էլ է, ինչ կա Հիպոթեքի քանի որ հիմա հիպոթեկային բնակարանների ձեռքբերումը ավելի գերակայավորի մարզերում լինի, ոչ թե Երևանում, այնպես որ այդ գործը իսկ բանը հնարավոր է լինելու, որ շինարարությունը սկսել արդեն այդ փուլից ձեռքբերում եւ այլ բաներ։ Նախավաճառքի փուլը հաստատ լինելու է, էլ ավելի մանջերի գնով միջազգային կառուցվածք։ Այս հետ դա է ուզում, եթե ասենք շինարարական պրոցեսում ձեռքբերեն գնային քաղաքականությունը սկզբից հետո եւ այլն, հավատ հասկանա։ Իսկ այդ հարցերին, ասենք, ձեր փորձակնության որոշակի փուլերը որ ավարտին են հասնում, ցանկալի է որ ներկայացուցիչներ լինի, որ ասենք, չեմ ասում ավտոբուս անոնց հստակ կապացման, բայց երուսի մենք էլ մոտավոր պատկերացում կազմենք, որպես զնակիչ անձամից հետաքրքրում ես ձեռքբերման բանը, դրա համար Ասում եմ մյուս լսմանը արդեն ահագինման որոշված կլինի։ Իսկ շենքերի տեսքը վերջնական է։ Թե դեռ փոփոխության կարող է գուցե միանան իրար կամ։ Չէ, միանալու տեղալիք փոփոխություն արդյունություն բան է չի փոխվելու։ Եթե փոփոխվի մաքսիմալ ինչ որ մատերիալներ ունենի խաղեր այդպես։ Սեյսմիկ առումով քանի բաժանություն։ Հա, տենց է նորմալ պահանջում, ինքերը բավական անսպասելի լավն են մեր համար, տենց սալային հիմք ենք նախատեսում, բայց այս պահին դաժե ժապավենային հիմքեր են քննարկում, որովհետև հիմքերը լավն են նախատեսում։ Կներեք երկու շենք 105 բնակարան, թե յուրաքանչյուր շենք։ յուրաքանչյուրը հարուշին։ Իսկ այլ ինֆրաստրուկտուրաներ նախատեսում են։ Ասենք ինչ որ բան կառուցվի այնտեղ ժամանցի գոտիներ բան տենց կամ տարածքներ վարձով տրվելու համար։ Ներկայությամբ ուրեմն հասարակական տարածքներ նախատեսված չի, բայց իհարկե տարածք ունենալու ինչպես նշվեց բարեկարգայքի, որտեղ բնակիչները կարող են վայելել իրենց ազատ ժամանակ։ Այսինքն տարածք չի լինելու կոմերցիոն նկատառումով Այս պայմանությամբ չէ, բայց երևի կարծում եմ այս բանին բացառել չի կարելի, որովհետև շատ հնարավոր է, որ օրինակ որոշվի, որ միայն առաջի հարկը հետագան կարող կոմերցիոն օգտագործել, բայց այս պայմանությամբ որպես բնակարան համայնքապետարանն է, դրանից հետո արդեն ծավալի։ Անգամ եթե կոմերցիոն տարածքի խնդիրներ ունենանք, մենք խնդիր չենք ունենում նախագծման կրթության հետ, որովհետև հիմնականը հենց բնակելի է։ Այսինքն հնարավոր չի մի հարկ բարձրանա, առաջի հարկ դառնա կոմերցիոն տարածք։ Չէ, հարկի բարձրությունը շենքի համաձայն նախագծման կրթության առավելագույն բարձրությունը տրված է 44 մետր եւ ներկայությամբ նախագծային լուծումներով մենք ունենք 43.4 մետր, այսինքն լրացուցիչ հաստատ չենք կարող ունենալ, այլ կարող է օրինակ լինել մի հատ հասարակական 11 հատ բնակելի։ Ես ոնց հասկացա դուք նախագծող կազմակերպություն չի ներկայացնում։ Հիմա դրա մեջ կա այդ գազաֆիկացումը։ Տեսեք, գազաֆիկացումը
կապ չէ պարտադիր չի նախագծային փաթեթները դրա համար առանձին դիմում է ու սեփականը իրոք կողմից կարծում եմ քննարկումների արդյունքում այսօր որոշվելու է կենտրոնացված ջերմություն լինելու թե անհատական գազաֆիկացիոն լինելու Իսկ անհատական է լինելու, որովհետև ուզու տարածաշրջանից ելնելով անհատական աշխատի։ Կենտրոնացված է ինքը Թավրանում ավելի էժան են նստում, բայց մեր ազգաբնակության հակաձելակետելու հաշվի սարանում դրել խնդրահարություն։ Եթե գազը չի մտնում շենքի մեջ, հետո սկսելու են ծաղկել, ընդերից ծաղկել, պատեստում ընդերից վեպստից ծաղկել։ Կենտրոնացված ջերմությունը կառուցապատողի համար շատ ավելի թանկ է ստանում, քան է։ Ես գիտեմ, ուղղակի ուզում եմ այլ որ շատ է, ասեք ուղղակ, չէ՞։ Եթե գազը խողովակ օրինակ, պատեստի մեջ ինչ-որ տեղից նախագծված բարձրանա, դրանից հետո քաղաքացին մեկը կարող ուզում է էլեկտրական ջերմությունով իրատում տանքացնի, մեկն ուզում է որպեսզի գազը տան իրատում, ուղղակի որպեսզի համապարփակ լինի, էլի գեղեցիկ, ասեն նորական շենքը ամենը չդնի պատեստում։ Պատեստում է դեպի նախատեսված դաժանային բնակարանի համար պատշգամբներում օթորակ չի տեղա նախատեսված, որ ֆասադների վրա ոչ մի բան չավելանա Պատեստների նախատեսված է շենքեր մեր վայրում։ Ասած տեղակ չեմ սեփական դեր նպատակների դեր չես նոր աջակցից կապված արդեն Դեպի մեր թաղն է, մեր թաղում։ Մեր նույնը դժքան մակը Գները բաչելերում է մի քանակ ծաղկելով կետ։ Քաղաքը բեռնաթափեն իրենց մարզը։ Դա իրականում ամենաճիշտ ճանապարհը է, բայց հակառակ էֆեկտն է։ Չէ, ասած։ Դե դու հակառակն ես, Ես ասեմ կտեշի, որ մենք քաղաքը չենք սիրում, մտածում ենք այս սրտատրոց սպասներ, գնանք Երևանում ապրենք։ Եթե ստերել է մի պահանջները ինչ պատճառ, խախան սիրում, գազը կա, ջուրը կա, այս կա, ամեն ինչ կա։ Սիրուն բնություններ կա, մանավանդ այդ տարածքում շենքի բնակարանների մեծ մասը բավական սիրուն տեսարան ունի դեպի ձոր, դեպի Սալոզոր շատ սիրուն է։ Իսկ եթե ամեն ինչ բան է հաջող ընդհանա, այս նախնական փուլը, ինքը մոտավոր ինչքան կտևի, որ սկսվի շինարարական, այս ինտերվալը այսօրվանից մինչև մի տարի, Փորձականությունները դեռևս մի ամիս շինարարությունը չեմ ասում, որ շինարարական փուլը սկսվի։ Եթե այդ հարցեր չկան, ամփոփելով ասեմ, որ հանրայնությունից հետո ակնկալվում է վայքի ավականու որոշումը նախատեսվող գործունեության հետ կապված, որը որ 30-օրյա ժամկետում պիտի ավականի իր դիրքորոշումը տա նախնական համաձայնությունը։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Ողջույն, որ շինարարությունը իրականացվի, անհրաժեշտ է մեր քաղաքին, ասում, ուղղակի միակ անհանգստությունը, որ անձամբ տեղի բնակիչ, ինձ հետաքրքրում մենակ տնային քաղաքականությունն է։ Ես չեմ ասում, որ բիզնեսը, որ գումարը դնում է բնակիչ աշխատի, դա կլինի абսուրդ, բայց ցանկալի է, որպեսզի որքան համանուն չլինի, էլի։ Այսինքն սա միևնույն ժամանակ պետք է բիզնեսի նախաձեռնությունը պետք է նպաստի, որպեսզի կոնկրետ վայքից արտագաղթի պրոցեսը նվազի։ Դեպի էլ ապահովվի։ Ասենք եթե մենք երկու բնակ շենք բարով խերով լեզվով ասած դուք կառուցում եք, վաճառում եք, իրացնում եք, ժողովուրդը օգտվում եք, Եկուց հետո հնարավորությունը տեղի երկու հատով կառուցելու, դա ես ձեր պետք է և նախաձեռնող և բիզնես խմբի։ Հաջողություն գործերին։ Մեր շահերեցին ապրվում։ Որոշակի ինֆորմացիա հետ կապված հետագան կարող եմ ասել։ Շնորհակալ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Արի